Այս մակարոնները կլասիկ չեն եւ ավելին ասեմ նրանց չեք կարող գտնել Փարիզի ցանկացած շարքային պատիսխիում կամ շոկոլադե բուտիկում, ոչ էլ նույնիսկ Լաջուղեում կամ Պիեղերմեի բուտիկներում եւ այդ ամենը նրա համար, որովհետեւ այս մակարոնները առանց լակտոզա են եւ շատ քիչ շաքարով։ Եվ այս յուրօրինակ մակարոնները կարող եք գնել միայն Ալանդյուկասի շոկոլադե բուտիկներում, որոնք այնտեղ վաճառվում են միմիայն 6 հատանոց, 9 հատանոց եւ 18 հատանոց տուփիկներով։ Իդեպ եթե չեք փորձել շոկոլադները, խորտ կտամ անպայման փորձեք, որովհետև իրենք բացառիկ որակ են։ Իսկ այսօր խոսենք միայն մակարոններից, բայց եթե շատ եք ուզում, անպայման կոմենտներում գրեք եւ կգնանք փորձելու նաեւ իր շոկոլադները։ Ես վերցրեցի 6 հատանոց տուփիկը, որի համար վճարեցի 20 եվրո, այո, թանկ է, բայց ասեմ, որ այստեղ մետաղյա տուփիկը արդեն ներառված է գնի մեջ եւ մակարոնները ձեզ մատուցվում են միմիայն իզոթերմ տոպրակով ապահով տեղ հասցնելու համար։ Նման մատուցություն ես երբևիցե ոչ միտեղ չեմ տեսել։ Տուփիկի մեջ հնարավոր 8 տեսակից կա 6-ը, որոնք են վանիլային, պնդուկով, կիտրոնով, ազնվամորիով, պիստակով եւ իր հանրահայտ շոկոլադե տարբերակը։ Ուզում եմ նշել, որ այս մակարոնները շատ ավելի փափուկ եւ նուրբ են համեմատած կլասիկաների։ Իմ ֆավորիտները դարձան շոկոլադե, պնդուկով եւ վանիլային տարբերակները, իսկ այ կիտրոնով, պիստակով եւ ազնվամորիովը այդքան էլ չհավանեցի, որովհետեւ ըստ իս համերը շատ ավելի լայթ էին, այդքան էլ չէր զգացվում, բայց ընդհանուր առմամբ որպես առանց լակտոզա մակարոններ իրենք ուղղակի իդեալական են եւ անպայման խորհուրդ եմ տալիս, որ ինքներդ էլ փորձեք։ Կարծում եմ արժե գոնե մեկ անգամ 20 եվրո վճարել իրենց համար։ Դե ինչ հավանեցիր, ուրեմն շտապ իր բաժանորդագրվելու, որովհետեւ իմ էջում համով Փարիզյան հասցեներ շատ կան։ Պաչիկներ։